Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ մարզական յուրահատուկ փառատոնը համախմբել է ոչ օլիմպիական մարզաձևերի 13 ֆեդերացիաների։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի բարձր հովանու ներքո անցկացվող փառատոնի նպատակն է սպորտի ուժով ևս մեկ անգամ արժևորել պատմական հաղթանակը։ Սիրելի մարզիչներ եւ մարզիկներ, հարգելի հյուրեր, բոլոր ֆեդերացիայի նախագահների անունից բացման իրավունքը շնորհվում է ոչ օլիմպիական մարզաձևերի միության համահիմնադիր Հովհաննես Ծառուկյանին։ Ողջունում եմ բոլոր մարզիկներին եւ մարզիչներին եւ ցանկանում եմ, որ այսօր բոլոր ելույթները անցնեն առանց վնասվածքների եւ անփորձանք ու բոլորը թող ցուցաբերեն իրենց լավագույնը։ Հայտարարում եմ փառատոնը բացված։ Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի միության ֆեդերացիաները մեծ պատմություն ունեն։ Մի մասը գործում է մոտ 3 տասնամյակ։ Հովհաննես Ծառուկյանը հանձնում է միության անդամակցելու հավաստագրերը։ Փառատոնը մեծ արձագանք է ստացել նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Ուղերձներ են հղում արևելյան մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների նախագահները, որոնք կարևոր են համարում միության ստեղծումն ու հույս հայտնում, որ բոլոր նախագծերը կյանքի են կոչվելու հանուն մեկ գաղափարի։ Ցուցադրական ելույթներ ունեն միության բոլոր 13 ֆեդերացիաները։ Այստեղ արևելյան տարբեր մարզաձևեր են, տարբեր մշակույթով, բայց գլխավոր ուղերձը կարգապահությունն է, կրթությունն ու հայրենասիրությունը։ Միությունն ունի ավելի քան 20,000 մարզիկ, նրանք ցուցադրական ելույթներով ու հաջող մենամարտերով փայլում են նաև միջազգային հարթակներում, բարձր պահելով Հայաստանի անունն ու պատիվը։ Առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ պարոն Ծառուկյանին, քանի որ այս միությունը երբ որ հիմնադրվում էր 1 տարի առաջ, հիմնադիր Հովհաննես Ծառուկյանին, Արմեն Մանուկյանին, Հրաչյա Ռոստոմյանին եւ իմ գլխավորությամբ ստեղծվեց այս կառույցը եւ ներկայացվեց պարոն Ծառուկյանին։ Բնականաբար պարոն Ծառուկյանի անմիջապես ուշադրության կիզակետում հայտնվեց միությունը, իր օժանդակության աջակցության շնորհիվ միությունը կայացավ։ Ողջունում եմ բոլորիս։ Արամ Մանուկյան, Սիմիկ Մայիլյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։